բազմաթիվ հարցադրումներ արեցին, ինչպես եք ստացել այդ գումարը, ինչպես եք գնահատել ծառայությունների արժեքները, իմ տպավորությունը, երբ որ ես համեմատում եմ նախկինում գործող պետպատվերի գների հետ, հա, իրանք պարզապես վերցրել են պետպատվերի գները, մի այսպես նախագիծ դրաֆտ շրջան արեցին հասկանալու համար տրամադրվածությունները բժիշկների, այդ ծառայությունների 30% աշխատավարձային ֆոնդ, այնուհետև 5% անեսթեզիոլոգների եւ այլն, եւ երբ որ տեսան բժշկական հանրույթը շատ այսպես սուր արձագանքեց, մի այսպես թեթև շտկում արեցին 5%, 3% ավելացնելով, այսինքն այստեղից հասկանում ենք, որ չունեն ակտուալական հաշվարկներ, այլ ունեն ուղղակի այսպես ասած պատկերացումներ, իմ տեղեկատվությամբ լայն քննարկումներ հանրույթի հետ չի եղել, պարզապես երևի դա կատարվել է գլխավոր խորհրդատուների կամ որոշ բժշկական կենտրոնների տնօրենների հետ։ Մի փոքր ավելացնեմ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, բազմաթիվ նեղ մասնագիտական ասոցիացիաներ բժշկական գրավոր նամակով դիմել են արդեն իսկ նախարարին, որպեսզի վերանայեն այդ փոխհատուցումների գումարները եւ եթե նախապես այդ ամենը քննարկված լիներ բժշկական լայն, այսպես ասած, զանգվածների հետ, ինչի պիտի հիմա նորից այդ նամակները գնային։ Այսինքն խնդիրը եղել է, որ ընդունել են, լավ են արել, կրկնում եմ, առողջության ապահովագրությունը առանց որևէ կիքսի չի անցնելու, բայց կարելի էր կանխարգել ռիսկերը գնահատել, հասկանալ, որ բժիշկներին պետք չի շատ վատ դրության մեջ դնել, որ մարդիկ գերծ անհրաբեռնված աշխատելով, կոպեկներով վարձատրվելով, հիմա չմտածեին բժշկություն թողնելու մասին, չմտածեին երկրից գնալու մասին, ես ձեզ ասեմ, երեք ունեցած տեղեկատվությամբ, երկու բավականին լուրջ վիրաբույժ, ովքեր որ անում էին բավականին լուրջ ծավալի վիրահատություններ, երկուսով դուրս են եկել, մեկը բժշկությունն է թարգել, մյուսը տեղափոխվում է Գերմանիա։ Եթե մեր հասարակությունը ուզում է մնա, ասենց ասեմ, հարաբերական որակով բուժ սպասարկման եւ բուժօգնության հույսին, սիրով, բայց այդպես չի կարգը։